շեշտել մեկը մյուսեն է, մեկը cancer է, մեկը նեղություն է, մեկը disaster է, երկրաշարժ կլա, պատերազմներ կան, անհանգստություններ կան ընտանիքների մեջ, անձերի հետ, ամեն տեսակետով կա։ Միշտ հարցումը այն է, որ ինչն է, որ մեկը կրնա տոկալ, իսկ մյուսը տեղի տա, որտեղ անխուսափելի է դժվարությունները կյանքի։ Ուրեմն մեզի կինա, որ նայեք տեսնակ, որ ինչպես կարելի է տոկալ այս դժվարությունների մեջ, որ կյանքի մեկ մասն է, և հարցումը այն է, որ ինչն է, որ մեկումը կրնա դիմանալ, մեկը չի կրնար դիմանալ։ Պատասխանը դժվարության ծանրությունը կամ թեթևությունը չէ։ Պատասխանը հույսի մեջ է։ Եթե ամենամեծ դժվարության մեջ մեկը հույսը չի կտրեր, կրնա տոկալ։ Իսկ և մեկը, որ հույսը կտրվեցավ, ալ օգուտ չունի, որևէ միջոց չկա տոկալու և շարունակելու։ Այս իրողությունը մեզի հավատացյալներուս համար իրողություն է, մենք ձեր չենք ասկել։ Մենք կրնանք հուսահատել, կրնանք տեղի տալ, միջև անգամ Սուրբ Գիրքի ամենամեծ հերոսները անցան հուսահատություն է։ Մենք կհիշենք, բոլորս գիտենք Եղիա մարգարեի պատմությունը, որ ինչպես Եղինքեն կրակ իջեցուց, բայց նույն ժամանակ, երբ որ Եզաբելի երեսեն կփախեր, երրորդ թագավորաց գրքի մեջ կկարդանք, որ նստած ծառի տակ և աղոթեց, և ինչ էր աղոթքը, Տեր անհոգները։ Հիմա ինձի ազատե, կյանքս վերցուր, ինձի մերցուր, ես ուրիշներն ավելի լավ չեմ։ Ասի հուսահատության նշան է, ինչ-որ այսօր modern psychology-ն կսե depression, այն միշտ դեպրեսա, շատերը կգործում դեպրեսիա։ Ուրեմն մենք կարելի է հավատացել, ով լալ նույն վիճակ են կանցնել, ով երբ որ դիվանդությունները կանցներ, նեղությունները կանցներ, կարծես թե վերջ չկար, դեղը եկավ, որ սա Երանի ծնած չունայի։ Եվ սա անիծյալը այն օրը, որ լուր բերին իմ մորս, որ տղացը ներեքեցի, որը ուրախ լուր է, զավակը ծնած է, բայց կսե անիծյալը լատ օրը, քանի որ հոգները ձեղի տված էր։ Պողոս Արաքյանը նույն վիճակներն անցավ, երկրորդ Կորինթացիս գրքի մեջ, առաջի գլուխ 8-րդ համարի մեջ Կորինթացիներին կսե, վասնզի Ասիայի մեջ մեզի պատահած նեղությունները չեմ ուզել ձեզի իմացնել, եղբայրներ, թե մեր կարողությունեն շատ ավելի ծանրացվեցանք, նույնիսկ հույսերնից կտրեցինք ապրելը։ Դեղը եկած է, որ Արաքյալը հույսը կտրած է, վիսեր որ պիտի վերջը, պիտի մերնի վերջանանք։ Բայց քանի համար վերջը, չորրորդ գլխու մեջ մեզի կողորթորե Արաքյալի և ուրիշների կսե ամեն կողմանը վշտացած ենք, բայց նեղին գաց չենք, տակնապած ենք, բայց հուսահատած չենք, ուրեմն դժվարություններ կա, բայց հույսը չեն կտրած։ Քանի որ հույսը չեն կտրած, հուսահատած չեն, կրնանք տոկալ։ Ուրեմն հարցումը մեզի համար հավատացյալներից այն է, որ ինչպես կրնանք մեր հույսը չկտրել և հուսալ և շարունակել։ Կարճ պատասխանը Աստված է, բոլորս գիտենք, բայց ինչ կնշանակի, ասել որ ուզենք իրար հետ նայենք, որտեղ թյուրին դեսել Աստծո հուսա վերջ է։ Բայց մի քանի իրողություն կարծեմ ձայնը շատ բարձր է, էքո կուտա, կարելի է քիչ մպակսեցնել։ Ուրեմն պիտի նայենք, շատ լավ եղավ, մերսի։ Ուրեմն պիտի նայենք տեսնանք, որ Պողոս Արաքյալն ինչ կառաջարկե մեզի և անոր վրա հաստատ, մենք վստահենք։ Առաջի երկրորդ Կորինթացից առաջի գլուխ երրորդ համարեն ասպես կսա Աստծո խոսքը։ Օրհնյալը լա Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, գթության հայրը և ամեն մխիթարության Աստվածը, որ մեզ կմխիթարե մեր բոլոր նեղություններու մեջ, որպեսզի մենք կարող ենք մխիթարել զանոթ, որ ամեն տեսակ նեղությունների մեջ են, այն մխիթարությունով, որով մենք Աստծուց
կմխիթարվենք։ Ուրեմն առաջի իրողությունը, որ մենք պետք է հիշենք եւ մեր մտքերի մեջ վար պահենք եւ անոր վստահենք, կսե օրհնյալը լա Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը։ Աստված Տեր Հիսուս Քրիստոսի, այսինքն հայր Աստված Տեր Հիսուսի հայրն է, բայց քանի որ մենք Քրիստոսով որդեգրված ենք Աստծո ընտանիքի մեջ, հայրը մեր հայրն է։ Մեր հայր Աստված մենք կոչենք։ Աստծո ամենագեղեցիկ հարաբերությունը մեզի հետ հոր եւ զավակի հարաբերությունն է։ Մենք բոլորս հայրեր ունեցած ենք, ոմանքս լավ կհիշենք, ոմանքս քանի որ շատոց գործընթացած ենք, քիչ կհիշենք, բայց մեկ բան շատ հաստատ է, հակառակ որ մեր հայրերը մարդը լանով սահմանափակ ուժ ունեին եւ կարողություն ունեին եւ բոլոր ժամանակներ որպես մարդ կատարյալ չէին, բայց մեկ բան մեր մտքերի մեջ հաստատ է, որ հաստատ գիտենք, որ մեր ընտանիքի բարիքը կուզեին։ Իրենց լավագույնը գնեին, որպեսզի մեր պետքերը հոգան եւ մեզի գուլգուլան։ Հիմա հայր Աստված կատարյալը լալով կրնա ասի կատարյալորեն կատարե եւ մեր հայրն է եւ իրականության մեջ կսե ոչ թե միայն մեր հայրն է, այլ գթության հայրն է։ Ինչը սեր է գթության հայրը։ Աստվածաշունչի մեջ երբ որ Աստծո խոսքը կսե Աստված հայր է, կնշանակի անոր աղբյուրն է։ Ինչպես երբ որ Տեր Հիսուսը ասա, որ սատանան ստախոսների հայրն է, ինչ կուզես է, այսինքն ստախոսությունը աղբյուրը սատանային է։ Հիմա Աստված երբ որ կսե, երբ որ Աստծո խոսքը կսե, մեր Աստված գթության հայրն է, այսինքն բոլոր գթությունը կուկա հորմե, աղբյուրը ինքն է, սկսողը ինքն է, առանց իրեն գթություն չկա, եւ գթություն բառը շատ կարևոր բառ է, որ կնշանակե բնակի մեջ միտքը անը, որ մեկը որ կուկա քոհդ կկանգնի, որպեսզի քեզի օգտագործե։ Ինչպես երբ որ նեղության մեջ ես, բերի տակ ես, մեկը կուկա եւ կսե որ սքե քեզի օգնեմ, չէ, իրար հետ տեսնեք ասպերը։ Աստված կսե աստեսար Աստված է։ Հիմա մենք ընդհանրապես երբ որ դժվարության կհանդիպենք եւ նեղություններ կա եւ բարականներ կա, որ մեզի հաճելի չէ, ինչ կաղոթենք, ասենք որ Տեր ասի մեր վրա է վերցու։ Աստված պատահած կվերցնի ասիկա, որ լավ է, բայց պատահածը չի վերցնել եւ նպատակը ան է որ չվերցնելով խոստումը Աստծո անչե որ ամեն անգամ որ մենք աղոթենք, մենք աղոթեցինք նեղությունների համար եւ այլն, Աստծո խոստումը անչե որ անպայման ես այս նեղությունները քու կյանքի հետ պիտի վերցնեմ, բայց Աստծո խոստումը ասե, որ եթե միջական նեղությունները չվերցնեմ, քեզի պիտի մխիթարեմ։ Այս իրողությունը շատ ավելի էական է եւ կտարբերվի նեղությունները վերցնելը, որտեղ եթե մենք քանի որ կսիրենք հանգիստ կյանք, մենք ոչ մեկս կսիրենք, որ մեր կյանքը նեղություններ ունենա։ Եթե քեզի թուղթ եւ մատիտ տամ ասեմ, որ ինչ բաներ ուզես ունենալ, ինչ բաներ չես ունենալ, լիստ մտուկա, որ ամեն ինչը պետք է իր տեղին ունենա։ Նյութականը տեղին ունենա, առողջությունը տեղին ունենա, զավակները տեղին ունենա, տունը տեղին ունենա, օտոստերը, ամեն բան լավ է։ Եթե հանկարծ պստիկ դժվարություն եղա, ուրեմն մեծ դժվարություն ունի։ Աստծո ծրագիրը մեր կյանքերի համար ադիգա չէ, որտեղ մենք որպես ծնող մեր զավակների համար ադիգա չենք մեր ծրագրերը, մենք մեր զավակները կուզենք, որ որոշ էքսպերիենսներ են անցնի, որոշ նեղություններ անցնի, որպեսզի կրթվին։ Եթե ամեն անգամ որ պստիկը դժվարության մեջ է, շուտ հասնես եւ օգնես եւ դժվարությունը վերցնես, ինչ տեսակ անմիշտեղ կուկա։ Ինչ? Անգարով, շփացած, թույլ, պահանջող, գարգատող եւ ծույլ, որտեղ միշտ իրեն ինչ որ ամեն բան լավ է, ամեն բան տեղին է։ Մենք այդ տեսակ զավակներ չենք ուզել, հայրն այդ տեսակ զավակներ չուզել։ Աստված կուզե, որ մենք կրթվենք, շտկվենք
Եվ այս նեղությունների մեջ իրեր կուսանք։ Տեսեք, երբ որ մենք նեղություն ու կամ մեր կյանքի մեջ առաջի բանը, որ պիտի մենք հիշենք, այն է, որ պատահման չէ եկած։ Հենց այսպես բախտի բերմամբ չէ, որ այս դեպքը պատահեցավ, այս նեղությունը եղավ, այս հիվանդություն եղավ, այս ձախողություն եղավ, այս խազգարտոն է հատուկ նպատակի համար։ Առաջին նպատակը, գիտեք ինչ է, որպեսզի մեզից ցցնեմ են իշխան տկարենք, որպես մարդ, որտեղ մեր կյանքի հաջողության գաղտնիքը այն է, որ գիտնանք մենք մեր ուժերով չենք գտնալ այս կյանքը ապրել առաջ տանել։ Մենք Աստծո պետք ունենք։ Եվ այս իրողությունը ըմբռնելու համար պատահած Աստված պետք ունի, որ մեզի practically ցցնե, որ ինչքան շուտ կհուսահատի, ինչքան շուտ տեղի կտա, ինչքան զգացական է, ինչքան խորին ամեն բան լավ է, միանգամից պստիկ բանը կպատահի, կգանկատին, որպեսզի անդրադառնանք մենք ինչքան տկար ենք և ինչքան Աստծո պետք ունենք վստահելու։ Պողոս առաքյալ առաջի երկրորդ Կորինթացի 4 գլխի մեջ այս իրողությունը շատ գեղեցիկ կբացատրե։ Գսե որ 4:7-ի մեջ ասի ալերգի է, ճանկարաչորի գործեցի վայրս մռավ։ Մենք այս գանձը հողե ամանելու մեջ ունենք, որպեսի զորության արարվելությունը աստուծմելա ոչ թե մեզ մեր։ Այս իրողությունները առաքյալ գսե, որ ես գսե, որ մեր տկարության մեջ մեր մարմինները, մեր անձերը տկարության մեջ են, որպես աս ինչ-որ գանձ ունենք, ինչ-որ զորություն ունենք, աստուծմելա ոչ թե մեզ մեր։ Այս իրողությունը կարևոր է, որ մենք ըմբռնենք և հասկանանք, և առաքյալը, քանի գլուխ վերջը հայտնի համարը գսեն երկրորդ Կորինթացիս 10-րդ գլխի մեջ, որ երբ ես տկար եմ, այնատեն զորավոր եմ։ Ինչպես կարելի է անձ, երբ որ տկար է, այն ժամանակ զորավոր է, որովհետև երբ որ կզգա և կըմբռնե, որ տկար է, և իրեն ուժերին չի վստահել, բնականաբար կհենի Աստծո, բնականաբար կաղոթե, բնականաբար իրեն դույսը կգնա Աստծո վրա։ Եվ ճիշտ այն ժամանակ է, որ մենք հուսահատ չենք գնալ։ Աստված այն անձը, որ իրեն դույսը ծրած է Աստծո վրա, երբեք հուսախաբ չնար, որտեղ Աստված կատարյալ է, Աստված մեր հայրն է, մեր բարիքը կուզե և ինչ որ կբերե մեր կյանքի մեջ նպատակի համար է։ Ուրեմն այս առաջին նպատակ այն է, որ մեզի իրական զորություն տա մեր տկարության մեջ, երբ որ մենք կըմբռնենք և կզգանք, որ տկար ենք, մեր էֆորտներն, մեր կարողություններն, մեր ուժեն կգենան և կսկսենք վստահել Աստծո վրա, կսկսենք Աստծո վրա հենիլ, ճիշտ այն ժամանակ է, որ զորավոր կլանք։ Աստված, երբ որ կբերե այս նեղությունները և կթույլատրի այս նեղությունները և կուզե, որ մենք անոր մեջ բարձրվենք, հատուկ նպատակ մկա, որ կիրականացնի մեր կյանքի մեջ։ Եվ նպատակը հոս նորեն գրված է 5-րդ համարի մեջ, գսե, որպես կմխիթարե մեր բոլոր նեղություններու մեջ, որպեսզի մենք կարող լանք մխիթարել զանոնք, որ ամեն տեսակ նեղությունների մեջ են, այն մխիթարությունով, որոնք մենք Աստծո կմխիթարենք։ Ուրեմն, Աստծո նպատակը այս բաների մեջ այն է, որ ոչ թե որ մենք միակ ազատենք նեղությունները և զորանանք, այլ մեզի կպատրաստե, որ մենք ուրիշների մխիթարության միջոց լանք։ Շատ կարևոր է, որ մենք մեր փորձառությունների մեջ այն մխիթարությունը, որ ստացած եք Աստծուց մեր, չեմ գիտեր, դուք ունեցած եք, կարծեք բոլորս ունեցած եք փորձը, որ երբ որ նեղության մեջ ենք, հուսահատած եք, տխուր ենք, սիրտենից կտրած եք, խորին, որ հույս չկա, երբ որ կվստահենք Աստծո, և Տերոջը կհուսանք,
մի անգամ է գեղեցիկ հարաբերությունը կստեղծվի, կզգան տերոջը հայրական սերը, կզգան իրեն ձեռքը, որ մեր վրա է, իրեն մխիթարությունը, և ասի միայն կարելի է փորձառությունով զգալ, և ճիշտ աս մխիթարությունն է, որ Աստված ուզեն մենք միջոցը լալ, ուրիշներն լալ, ստանան աս մխիթարությունը, և միակ ձևը այն է, որ մենք մեջեր անցնենք, մենք մխիթարվենք, և հետո կարենանք ուրիշներին մխիթարության միջոցը լալ, և որ ուզես մեկում որ մխիթարել կամ որդորական խոսքեր լսել, եթե փորձառությունը չունես չես կլար, միայն քարոզի պես կլար, միայն ասացվածքի պես կլար, բայց երբ որ քու կյանքիդ մեջ անձնական փորձառությունը ունես և զգացած ես Աստծո մխիթարությունը, Աստծո ողորմությունը, իրեն շնորհքը, հետո կուզես մեկում մխիթարել, այն ադեն ներսեն կուզա, իրական genuine, շինծու պամը չլա, իրական կլա, որ կրնաս ուրիշների մխիթարել։ Ուրեմն, Աստված միշտ մեզի հետ է, աս իրողությունը մենք երբեք չմոռնանք։ Ուրախ օրերու մեջ մեզի հետ է, նեղությունների մեջ մեզի հետ է, դժվար օրերու մեջ մեզի հետ է, և աս իրողությունը, եթե մենք հաստատում պահենք մեր մեկի մեջ, և հիշենք, որ Աստված մեր հայրն է, ինչպես մեր հայրերը մեզի հոգած էին, հիմա կուզե, որ մեզի հոգատար է, կուզե մեզի մխիթար է, և քանի որ մխիթարության հայրն է, բոլոր մխիթարությունները իր մեկը կա։ Ձևը չկա, որ Աստված ասե, որ ես կրնամ աս բաների մեջ քեզի մխիթարել, բայց այս բաների մեջ չեմ կրնամ մխիթարել։ Ադի անկարելի է, Աստված բոլոր մխիթարությունների հայրն է։ Ինչ որ նեղություն կա, ինչ որ դժվարություն կա, Աստված կրնա մխիթարել և կմխիթարել, պատահած մենք կմխիթարվենք, բայց չենք տեսնալ, որտեղ անչափ կենտրոնացած ենք նեղության վրա, որ միջև անգամ Աստծո օրհնությունները դուկա ու մեր վրա կնստի և մեզի կպահպանե, բայց չենք զգալ, չենք տեսնալ, չենք գնահատել, միայն կգանգատենք, միայն կտրտվենք։ Անոր համար Աստծո խոսքը գսե, որ մենք պետք է գիտնանք, որ Աստված մեզի հետ է, մեր կողը կանգնած է և մեզի կմխիթարի։ Ինչի համար չի վերցնել այս դժվարությունը և միայն գսե, որ ես դժվարությունը պիտի ձգեմ, բայց նույն ժամանակ քեզի պիտի մխիթարեմ, որպեսզի մենք այդ experience ունենանք, այդ փորձ ունենանք, որ կարենանք ինչ ենք ուրիշների մխիթարության միջոցը լանք, որտեղ մեր կյանքի նպատակը հավատքի կանոն վերջը, մեր կյանքի նպատակը այն չէ, որ մենք հանգիստ և առանց դժվարության կյանքեր ապրենք։ Կփապակենք, լավ է, ետևենք, երթանք, բայց մեր կյանքի գոլը այդ չէ, մեր կյանքի գոլը Տերը ծառայել է, Տերոջ անունը բարձր պահել է, Տերոջը վկայել է, Տերոջը համար աշխատանք տանել է և պատահած Աստված աս միջոցը կգործածե, որ մեզի պատրաստ է և մեզի գործածե ուրիշներին օրհնությունը լալու համար։ Եվ եթե աս մտքերով նայենք մեր առօրյա դժվարություններին, երբեք ուստահատ չենք գնալ, երբեք տեղի չենք տալ, կտոկան, որտեղ գիտենք նպատակ կա, և նպատակը Աստծո նպատակն է, և նպատակը ուրիշներին օրհնությունը լալն է, որը ամենամեծ օգուտն է, ինչպես որ Տեր Հիսուս իրեն հանգիստը չփնտրեց, այլ մեր փրկության համար եկավ և իրեն ամենամեծ գինը վճարեց։ Ուրեմն, եթե կուզենք տոկալ, պետք ունենք, որ ճիշտ հայացք ունենալ նեղություններին, և ճիշտ հայացքն է, որ ասի Տերոջը կնտրոլեն դուրս չէ, Տերը գիտե, Տերը իր մավ արտոնած է և լավ նպատակի համար արտոնած է։ Այս մոտեցումով մենք կրնանք տոկալ և Տերոջը անունը բարձր պահել և մեր կյանքի մեջ շատերին օրհնության առիթ տա։ Տերը տա, որ ասպեսով կարենանք մենք գործածենք աստվածատու պարտականությունը, որ մեր վրա տրված է։ Աղոթենք։ Մեր սիրելի պատվական Տերը, ինչքան շնորհակալ ենք, որ դու մեզի կհոգաս, մեզի կխնամակալես, երբ որ նեղությունների մեջ ենք, մեզի խնամ կտանես, մեզի կքաջալերես,
դիզատավիթն ադված է, որ մենք ուրիշներին օգնություն լան։ Ուրեմն կխնդրենք, որ ասոր մեջ հաստատում պահես մեծի և ինչ-որ պիտի ենենք այս